Բարի գալուստ բուժատետեր։ Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք մեկնաբանություններում նշել, որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Արդյոք դուք եք ձմերուկ ուտելիս վախենում կուլ տալ դրա կորիզները, կարծելով թե վտանգավոր են։ Պարզվում է իրականությունը մի փոքր այլ է։ Այս տեսանյութում խոսելու ենք ձմերուկի դրա վերաբերյալ տարածված միֆերի, օգտակարության եւ իհարկե լուրջ հակասությունների մասին։ Ձմերուկը հարուստ է մի նյութով, որը կոչվում է լիկոպեն։ Սա բացառիկ հակաօքսիդանտ է, որը օրինակ լոլիկին տալիս է կարմիր գույնը, իսկ որոշ հասուն ձմերուկներում լիկոպենի պարունակությունը նույնիսկ կարող է գերազանցել լոլիկինը, իսկ լիկոպենը օգտակարության իսկական գանձարան է։ Մեկ այլ քիչ հայտնի փաստ՝ ձմերուկի սպիտակ հատվածը, որը շատերս կտրում եւ դեն ենք նետում կամ էլ պարզապես ջիր ենք պատրաստում, պարունակում է ցիտրոլին կոչվող ամինաթթու։ Մեր օրգանիզմում այս սպիտակ հատվածը վերածվում է արգինինի, որը օգնում է անոթների լայնացմանը եւ կարող է բարելավել արյան շրջանառությունը, այնպես որ այսուհետ ձմերուկ ուտելիս կերեք նաեւ սպիտակ հատվածը։ Այժմ հասկանանք, թե ինչ կա ձմերուկի մեջ։ 100 գրամ ձմերուկը պարունակում է ընդամենը 30 կիլոկալորիա, ինչը այն դարձնում է ամենացածր կալորիականությամբ ամառային մթերքներից մեկը։ Ձմերուկը պարունակում է վիտամին C, վիտամին A, կալիում, մագնեզիում, լիկոպեն, բետա-կարոտին, ցիտրուլին փոքր քանակությամբ, B խմբի վիտամիններ։ Հենց այս համադրությունն է ձմերուկին տալիս առողջարար հատկությունների մեծ մասը։ Այժմ ձեզ ենք ներկայացնում ձմերուկի մասին ամենատարածված հարցերն ու միֆերը։ Միֆ առաջին. ձմերուկը միայն ջուր է եւ դրանից ոչ մի օգուտ չկա։ Սա ամենատարածված սխալ պատկերացումներից մեկն է։ Այո, ձմերուկի մոտ 90-92% ջուր է։ Հենց այդ պատճառով էլ այն հիանալի միջոց է ամռանը զովանալու համար, բայց մնացած 8-10%-ը պարունակում է շատ կարևոր սննդանյութեր՝ լիկոպեն, վիտամին C, վիտամին A, կալիում, մագնեզիում։ Այսպիսով ճիշտ չի ասել, թե ձմերուկը պարզապես քաղցր ջուր է, այն ցածր կալորիականությամբ, բայց շատ սննդարար մթերք է։ Հաջորդ միֆը՝ ձմերուկը գիրացնում է։ Շատերը խուսափում են ձմերուկից, քանի որ այն քաղցր է, կարծելով, թե ավելորդ կիլոգրամներ ձեռք կբերեն, սակայն իրականությունը մի փոքր այլ է։ 100 գրամ ձմերուկը պարունակում է ընդամենը 30 կիլոկալորիա։ Համեմատության համար ասենք, որ օրինակ նույն քանակությամբ բանանը պարունակում է մոտ 3 անգամ ավելի շատ կալորիա։ Սակայն այստեղ կա մի շատ կարևոր նրբություն։ Ձմերուկը հեշտ է շատ ուտել։ Եթե մեկ նստելով ուտեք 2-3 կիլոգրամ ձմերուկ, ապա օրգանիզմը կմտնի ոչ թե 30, այլ արդեն 600-ից 900 կիլոկալորիա եւ մեծ քանակությամբ բնական շաքար։ Այսինքն խնդիրը ոչ թե ձմերուկն է, այլ չափաբաժինը։ Հաջորդ միֆը՝ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է ընդհանրապես չուտեն ձմերուկ։ Սա ամբողջությամբ ճիշտ չէ։ Ձմերուկը համեմատաբար բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, այսինքն այո, այն կարող է արագ բարձրացնել արյան շաքարը, սակայն այն ունի նաև բարձր ջրային պարունակություն եւ մեկ սովորական չափաբաժնի ածխաջրերի քանակ այդքան էլ մեծ չէ։ Հաջորդ միֆը՝ ձմերուկի սերմերը թունավոր են։ Այս կարծիքը շատ տարածված է, սակայն պարզվում է այն որևէ գիտական հիմք չունի։ Ձմերուկի սերմերը չեն պարունակում վտանգավոր թունավոր նյութեր այն քանակությամբ, որը կարող է մարդուն վնաս հասցնել։ Ավելին, ձմերուկի սերմերը հարուստ են սպիտակուցներով, առողջ ճարպերով, մագնեզիումով, երկաթով, ցինկով, B խմբի վիտամիններով։ Աֆրիկայի եւ Ասիայի բազմաթիվ երկրներում ձմերուկի սերմերը հատուկ չորացնում են, տապակում եւ օգտագործում են որպես օգտակար նախուտեստ։ Իհարկե, մեծ քանակությամբ ամբողջական սերմեր կուլ տալը ցանկալի չէ, քանի որ դրանք դժվար են մարսվում, սակայն եկեք մեկընդմիշտ հասկանանք, որ դրանք թունավոր չեն։ Հաջորդ միֆը՝ եթե ձմերուկը շատ կարմիր է, ուրեմն անպայման ներարկում են առել։ Սա եւս տարածված սխալ պատկերացում է։ Ձմերուկի կարմիր գույնը հիմնականում պայմանավորված է լիկոպենի պարունակությամբ։ Որքան հասուն է ձմերուկը, այնքան հաճախ այն ավելի վառ կարմիր է լինում։ Իհարկե, երբեմն կարող է հանդիպել անորակ կամ անբարեխիղճ արտադրողներ, սակայն միայն կարմիր գույնով հնարավոր չէ եզրակացնել, որ ձմերուկը քիմիական է։ Եթե ձմերուկը ունի բնական հոտ, համ, կառուցվածք եւ արտաքին տեսք, ապա վառ կարմիր գույնը սովորաբար նշանակում է, որ այն հասուն է։ Միֆ 6. Ձմերուկի սպիտակ մասը պետք է անպայման կտրել։ Իրականում սպիտակ հատվածը նույնպես օգտակար է, ավելին շատ ավելի օգտակար է։ Սպիտակ մասը պարունակում է ցիտրոլին կոչվող ամինաթթու, որը օգնում է արյունատար անոթներին լայնանալ եւ նպաստում է արյան շրջանառությանը։ Հաջորդը՝ երեկոյան ձմերուկ ուտելը վնասում է երիկամներին։ Ոչ, առողջ մարդու մոտ նման ազդեցություն չկա։ Պարզապես ձմերուկը մեծ քանակությամբ ջուր է պարունակում, եւ եթե այն ուտեք քնելուց անմիջապես առաջ, հնարավոր է գիշերը մի քանի անգամ արթնանաք զուգարան գնալու համար։
Հաջորդ միֆը՝ ձմերուկ չի կարելի ուտել հաց ուտելուց հետո։ Շատերը համոզված են, որ ձմերուկը կարելի է ուտել միայն դատարկ ստամոքսին։ Գիտական ուսումնասիրությունները չեն հաստատում, որ առողջ մարդկանց համար ձմերուկը ճաշից հետո վնասակար է, սակայն մեծ չափաբաժինը, հատկապես շատ հագեցած ուտելուց հետո, կարող է առաջացնել փքվածություն և ծանրության զգացում։ Եվ հաջորդ միֆը՝ որքան մեծ է ձմերուկը, այնքան լավն է։ Չափը միշտ չէ, որ որակի ցուցանիշ է։ Շատ մեծ ձմերուկը կարող է լինել և շատ համեղ, և ջրիկ, և անհամ։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ոչ թե չափին, այլ քաշին։ Եթե ձմերուկը իր չափերի համեմատ ծանր է, սովորաբար այն ավելի հյութալի է։ Բացի այդ, կարևոր է նաև չորացած պոչիկը, դեղին դաշտային բիծը և կեղևի հավասար գունավորումը։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ կարծիք ունեք այս պնդումների վերաբերյալ։ Այժմ ներկայացնում ենք ձմերուկի օգտակար հատկությունները։ Առաջին, իհարկե, ջրազրկման դեպքում այն օգնում է լրացնել հեղուկի պակասը։ Երկրորդ, բարձր ծակերակային ճնշման դեպքում կալիումը կարող է նպաստել նատրիումի հավասարակշռությանը և կարգավորել արյան ճնշումը։ Հաջորդը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ցիտրուլինը կարող է օգնել մկանների վերականգնմանը։ Փորկապության դեպքում ջուրը և փոքր քանակի բջջայննյութը նպաստում են աղիների բնականon աշխատանքին։ Եվ իհարկե, պաշտպանություն օրգանիզմի համար։ Լիկոպենը և նրա կազմում եղած վիտամին C-ն օգնում են պայքարել օքսիդատիվ սթրեսի դեմ։ Այժմ խոսենք ձմերուկի հակացությունների մասին։ Կան դեպքեր, երբ ձմերուկը կարող է ոչ թե օգնել, այլ վնասել ձեր առողջությանը։ Եվ այսպես, առաջին, շաքարային դիաբետ ունեցող մարդիկ։ Սա թերևս ամենաշատ տրվող հարցերից մեկն է։ Ձմերուկը քաղցր է, սակայն նրա քաղցրությունը հիմնականում պայմանավորված է բնական շաքարներով՝ ֆրուկտոզա, գլյուկոզա, սախարոզա։ Չնայած 100 գրամում այն պարունակում է մոտ 8 գրամ ածխաջուր, ձմերուկը ունի համեմատաբար բարձր գլիկեմիկ ինդեքս։ Սա նշանակում է, որ ձմերուկը ավելի կտրուկ է բարձրացնում արյան մեջ շաքարի քանակը։ Հաջորդը՝ երիկամային ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ։ Ինչպես գիտենք, ձմերուկը հայտնի միզամուղ է։ Առողջ մարդու համար սա սովորաբար օգտակար է, բայց եթե երիկամային ծանր խնդիրներ ունեք, իրավիճակը կարող է ավելի լրջանալ։ Եթե երիկամները չեն կարողանում նորմալ հեռացնել հեղուկը կամ կալիումը, մեծ քանակությամբ ձմերուկ օգտագործելը կավելացնի օրգանիզմի ծանրաբեռնվածությունը։ Երրորդ՝ սրտային անբավարարություն ունեցող հիվանդներ։ Սրտային անբավարարության որոշ դեպքերում բժիշկները սահմանափակում են օրական հեղուկների ընդունումը, իսկ քանի որ ձմերուկը մոտ 90-92%-ով ջուր է, մեծ քանակությամբ օգտագործելը կարող է զգալիորեն ավելացնել օրգանիզմ մտած հեղուկի ընդհանուր ծավալը, սա էլ կարող է բերել այտուցների և սրտի աշխատանքի լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Հաջորդը՝ գրգռված աղու համախտանիշ ունեցող մարդիկ։ Որոշ մարդիկ ձմերուկ ուտելուց հետո զգում են փքվածություն, գազեր, աղիքային ցավ կամ փորլուծություն։ Պատճառը ոչ թե ձմերուկն է իրականում, այլ դրա մեջ պարունակվող ֆրուկտոզան և ածխաջրեր, որոնք մարդկանց աղիներում վատ են ներծծվում։ Եթե մարդը ունի գրգռված աղու համախտանիշ, ապա այս բոլոր ախտանշանները իր մոտ առկա են լինելու։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել։ Քանի որ ձմերուկը սովորաբար շատ թեթև է թվում, մարդիկ մեկ անգամից հաճախ ուտում են 2-3 կիլոգրամ։ Այս դեպքում օրգանիզմը կարող է ստանալ ավելի քան 200 գրամ բնական շաքար և հարյուրավոր կիլոկալորիաներ։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է հետևեն ճիշտ չափաբաժնին։ Իսկ ինչպես ընտրել լավ ձմերուկ։ Լավ ձմերուկը պետք է լինի ծանր իր չափերի համեմատ։ Կեղևը պետք է լինի փայլը կորցրած, ոչ թե չափազանց փայլուն։ Դա նշանակում է, որ այն հասուն չէ։ Դեղին դաշտային բիծը ցանկալի է, քանի որ վկայում է բնական հասունացման մասին։ Պոչիկը ցանկալի է, որ չորացած լինի։ Թակելու դեպքում ձայնը պետք է լինի խուլ և խոր, ոչ թե մետաղական։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել էինք այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում նշեք, արդյոք սիրում եք ձմերուկ, թե ոչ, օրվա որ ժամերին և ինչպես եք ուտում ձմերուկը, արդյոք հաց ու պանիրով։ Առաջարկեք նաև նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Վերջում չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։